Ծափերով են դիմավորում Նիկոլ Փաշինյանին Հովանավանքում պատարագին մասնակցելու համար հավաքված մարդիկ։ Պատարագին իշխանական մարզպետներ էին եկել։ Ոչ մի փաստի ծանոթ չեմ, բայց եթե արված է երկար ժամանակ, հարց է բարձրացած, եւ եթե հարցին չեն հերքում, չեն ասում, որ չի համապատասխանում իրականությանը, որոշ ժամանակ հետո դու կարողանում ես ենթադրություն անել, որ դա իրողություն է։ Այդ տրամաբանությամբ եմ ես հիմա իմ կարծիքներն ասում, իսկ որպես այդպիսին փաստ ես չունեմ։ Բոլոր գործընթացներին մասնակցելու եմ, որովհետև ես այդ քաղաքական թիմի անդամ եմ։ Նույն կուսակցությունից նաև պատգամավորներ կային։ Վեհարանը րոպե առաջ ազատվելու է սատանայի հետ գործարք կնքած, սքեմի տակ թաքնված քայլող սատանաներից։ Հայր մեր, որ երկինս է սուրբ եղեցի անունքո, եկեցի արքայցու քո եղեցի կամք որպես երկինս եւ երկրի։ Հզա ասում են անապազոր տուր մեզ այսօր եւ թող մեզ պարտեզ մեզ որպես եւ մենք թողում մեր սպարտապանած եւ մի տան մեզ փորձությունալ փրկի մեր շարից, որտեվ քոնն արքայությունը եւ զորությունը եւ պարտնավեճանս հանդես։ Նախարարներ, այլ պաշտոնյաներ եւս ներկա էին Մայրաթորի կողմից կարգալույց հռչակված Տեր Արամի կամ Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին։ Հայ առաքելական եկեղեցու կանոնագրքով նախատեսված բազմաթիվ կանոններ խախտած եւ սրբապղծություն իրականացրած մարդիկ չեն կարող որևէ իրենց որոշումները իմ համար գոնե որևէ արժեք չունեն։ Բանբարբյանից ինչ փաստեր Մեզ լրագրողներիս անիծում էին, պնդում, որ Աստված չի ներելու։ Դժվար էր հասկանալ, թե հատկապես ինչը նկատի ունեն։ Որոշ հավատացյալներ լրագրողների հետ փորձում էին առանձնազրույց ունենալ։ Մեզ հորդորում էին մաքրել տարածքը։ Մի խոսքով, քրիստոնեական հանդուրժողականության մասին խոսելն ավելորդ է։ Ասում ես ինչ պատարակ արա, քրիստոնյա չէ։ Ես կարամ աշխարհի ծայրից կամ ձեզ։ Այս մարդն օրինակ, որին մի պահ թվացել էր, թե արհեստական բանականությամբ գեներացված արտահայտության մեջ արհեստականն իրեն է վերաբերում, լրագրողներին հորդորում էր չոգևորվել տեսախցիկների առաջ։ Արհեստական բանականությամբ գեներացված, արհեստականը դուք եք ոտի։ Արհեստական բանական, դուք ձեր ձեռքերը, երբ որ ինձ հետ խոսում եք, երբ որ ինձ հետ խոսում եք, ձեր ձեռքերը։ Ինքը ձեզ որևէ վիրավորական բան չասում։ Ես վիրավորեցի։ Ասում եք արհեստականը դուք եք։ Այո։ Դա հիմա որ ձեզ ասենք արհեստական։ Այսինքն ինքը սկզբից ասեց արհեստական, ասեց արհեստական բանականություն, դա ձեզ հանդեպ վիրավորանք չի։ Տեսախցիկների առջև մի ոգևորվեք։ Հայաստանի տարբեր մարզերից եկած հավատացյալները կարծում էին, որ ժողովրդի համար կարգալույց եղած չի Տեր Արամը կամ Ստեփան Ասատրյանը։ Նա ժողովրդի համար կարգալույց եղած չի, նա ժողովրդի կողմից ընտրված կահանա։ Իշխանական պատգամավոր Էմմա Պալյանն էլ կարծում է, որ Վեհարանը վերադարձվելու է հոգևոր արժեքներ կրող մարդու, ու այդ արժեքները հավատացյալ ժողովուրդն է չափելու։ Թեկնածուն լինելու են մարդը, Վեհարանը վերադառնալու են մարդուն, ով իրականում հոգևոր արժեքներ է կրում եւ այդքանով Հայաստանի Հանրապետության հավատացյալ ժողովուրդը։ Այդ հավատացյալների ո՞նց եք տարբերելու, ով է հավատացյալ, ով չի հավատացյալ։ Հավատացեք, տարբերակումը արդեն արված է։ Իդեպ փաստաբան Արա Զոհրաբյանն ասում էր, որ որոշ քահանաների Հովանավան գալն արգելել են։ Ոստիկանապետը հերքում է։ Մենք յուրաքանչյուր իրավիճակի, որտեղ որ կա անհրաժեշտություն ոստիկանության միջամտության, պարտադիր լինում է համապատասխան գործառույթ։ Չնայած հինգշաբթի Հովհաննավանքում լրագրողներին հրող ու հայհոյող մարդկանց նկատմամբ նախաձեռնված վարույթ չկա։ Փոխարենը Արագածոտնի թեմի քահանաներին ընդհանուր 21 հոգու կիրակի առավոտյան կանչել էին քննչական կոմիտե։ Նրանք չէին ներկայացել պատճառաբանելով, որ այդ ժամին իրենք պետք է պատարագ մատուցեն։ Մայրաթորից այս մասին խոսել են օրեր առաջ։ Եկեղեցիները, վանքերը եւ այլ սրբավայրերը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ժառանգությունն են եւ անկախ այդ պատմամշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքից կրոնական ծեսեր կատարելու եւ պատարակներ մատուցելու կանոնական իրավունքը բացառապես վերապահված է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն։ Հորդորում ենք իրավապահ մարմիններին կանխել ապօրինությունները եւ ապահովել Հովանավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը եւ սրբավայրի հոգեվոր աղոթական մթնոլորտը։ Հետքի մեր գործընկերներին հաջողվել էր պարզել, որ ըստ կադաստրի կոմիտեի Հովանավանքը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու սեփականությունն է։ Սակայն Տեր Արամին կամ Ստեփան Ասատրյանին ոչինչ չխանգարեց այնտեղ պատարակ մատուցել։ Բայց ես իմ շնորհակալությունը անկեղծ ուզում եմ հայտնել մեր երկրի ղեկավարին, մեր վարչապետին,
որ 2000 տարի անց մեր վարչապետը հերոքեսի պես չի գործում, այլ գործում է ճիշտ հակառակը։ Մեծարգո պարոն վարչապետ, ահա այս օրերին մենք տեսնում ենք, որ եկեղեցին Արց այստեղ ես չեմ, իմ անձը չի, իմ շուրթերով ես չեմ խոսում։ Աստված խոսում է մեր բերանով։ Երբ որ այդ բերանը փակում են, լռեցնում են նաև Աստծո խոսքը։ Այս նույն ժամանակ մայրաթոռում էլ կաթողիկոսի գլխավորությամբ էր մատուցվում Սուրբ Պատարագ։ Հայտարարություն է տարածել նաև Մեծիտան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։ Նա ոչ է ասում ազգը, եկեղեցին, հայրենիքը եւ սփյուռքը պառակտելու փորձերին։ Սիմոն Հովանեսյան, Գևորգ Սիանոսյան, Րիոփն մեդիա։